Մենք գտնվում ենք հեռուստատեսության աշտարակի անմիջապես առնչությամբ, անմիջապես կողքին եւ այստեղ մեծ ջանքերով պահպանված մի կտոր բնություն է մնացել ամբողջ հսկայական անտառից եւ քանի որ չկար հսկողություն, ամբողջությամբ ոչնչացվեց, բայց այս կտորը մեր ջանքերի շնորհիվ պահպանվեց։ Եվ հիմա մեծ հոգատարությամբ, լինելով հենց անմիջապես բնակիչ, ապրելով անմիջապես անտառի բերանին եւ օրվա մի մասը անցկացնող անտառում, այդպիսի մարդիկ ենք մենք, ովքեր որ ներկայացնում են, եւ դուք պատկերացրեք ինչպես է մեր սիրտը ցավում այս անտառի համար եւ ինչպիսի հոգատարությամբ պաշտպանում ենք եւ անշահախնդիր։ Այսինքն չունենք այստեղից գումար կամ ինչ որ շահը միայն նա է, որ շնչում ենք այս օդը, հիանում ենք բնությամբ եւ ուզում ենք, որ պահենք սա մեր երեխաների համար եւ մեր ազգի համար։ Բայց հիմա խնդիրը նրանումն է, որ ցավոք սրտի այս մայիսը եղել է չորային եւ մայիսի 15-ից ջուրը պետք է բացված լիներ անտառի վրա, բայց այսօր արդեն հունիսի 24-ն է եւ ինչպես տեսնում եք, անտառը չորանում է։ Կան մեծ վտանգ հրդեհների, որ ամեն տարի կա, ինչքան էլ մենք պաշտպանենք, միևնույնն է տարբեր կողմերից հրդեհվում է անտառը եւ ջուրը, որը ջրում է, փրկում է այնքանով, որ երբ որ հասնում է ջրին, կանգնում է, կամ այդ ջուրը օգնում է նաեւ հանգցնելու համար եւ մնացած այլ հարցերի համար։ Ինչ որ պատճառներով անտառտնտեսությունը ջրային կազմակերպության հետ չեն գալիս համաձայնության, պայմանագիր չեն կապում եւ ջուրը չեն բացում։ Ջրի վրա դրվում է այսպիսի զամոկ հսկայական շղթաներով, որը տարբեր ուժերի կողմից կոտրվում է եւ հետո նորից մյուս օրը դրվում է, բացվում է, փակվում է ջուրը եւ ես չգիտեմ արդեն որ երրորդ անգամ այսպիսի պատմություն է այս քանի օրերի ընթացքում ու հիմա չգիտենք ինչով է վերջանալու դա, բայց մեր նպատակն է որ այստեղ ջուր մտնի, այսինքն ոչ մի սա քաղաքական ոչ նպատակ ունի այս խոսակցությունը եւ այս խնդրանքը, այլ ուղղակի գրել ենք անգամ Facebook-ում, դիմել ենք հատուկ մարմինների, ոչ մի պատասխան, չեն կարողանում անգամ ասեն ով է պատճառը։ Դիմում ենք անտառտնտեսությունը ասում է, որ պայմանագիր չի կնքվում ջրային տնտեսության հետ։ Հիմա ով է այդտեղ պատճառը եւ ով է փակողը այս ջուրը, մեզ դա նախ եւ առաջ շատ հետաքրքիր է։ Երկրորդը դա այդքան էլ հետաքրքիր չի, ինչքան որ մեզ հետաքրքիր է, որ ջուրը բացվի, այսինքն այդքանով է հետաքրքիր, որ ջուրը բացվի անտառի վրա եւ ջրվի անտառը եւ կանխենք եւ հրդեհների վտանգը եւ առավել եւս չորանալու վտանգը, որովհետեւ հիմա կնայենք, կանցնենք եւ կտեսնենք ինչ խնդիրներ կա։ Հիմա նայեք, եթե տեսնում եք խողովակները այստեղով նույնպես գնում են, որոնք ջրում են եւ կանխում են այս հրդեհները։ Կանխում են հրդեհները եւ պատկերացնում եք ամենաճգնաժամային պահին ջուր չկա։ Այսինքն եթե այս ջուրը չլինի նոյեմբերին, կամ այս ջուրը չլինի ապրիլին, նա դեռ չի խաղում։ Հասկանում եք, բայց ամենաճգնաժամային, արևի ամենաթեժ պահին փաստորեն ջուր չունենք եւ անտառապահները եւ ջրվորները պարապ եւ նրանք փող չեն ստանում եւ նաեւ անտառն է վառվում։ Ոչ մեկ չի կարող ասի, սա դիտավորություն է, պատահականություն է։ Ապակից է վառվել կամ սիգարետից է վառվել։ Ասենք շատ քիչ հավանական է, թե ասենք ինչից է վառվել։ Ունենք խնդիր, փաստը արձանագրվում է, որ ինքը վառվել է, ու վառվել է նրա հետևանքով, որ անտառը չի ջրվում։ Եթե անտառը ջրվի, անգամ հրդեհվելու դեպքում, երբ որ գալիս է արդեն հրդեհվելով գալիս է ու հասնում է խոտածած, կանաչ խոտածած տարածքի, կանգնում է։ Այս անտառում դուք կարող պարկեք այս խոտի վրա քնեք։ Սա այդ աստիճանի մաքուր անտառ է, քաղաքի կենտրոնում։ Պատկերացնում եք, եւ հեռուստատեսության 700 հոգանոց փաստորեն կոյուղին լցվում է անտառի մեջ։ Անկամ սովետական ժամանակներից ինքը լցվել է, բայց ինքը ունեցել է, այսպես ասած, գիծ, որ գնացել է, միացել է Այգեստանին։ Հետո այդ գիծը փլուզվել է ու տենց մնացել է, ու ինքը տարիներով լցվում է։ Տարիներով լցվում է, դուք պատկերացրեք քաղաքի կենտրոնում, ամենապրեստիժնի վայրում, ամենագեղեցիկ, այսպես ասած, բնական մնացած անտառում լցվում է կանալիզացիա, կոյուղի, որի շուրջը հավաքվում են հիմա այս չորության պատճառով շները,
անտառի վայրի շները եւ դուք պատկերացրեք այդ վարակը նրանք հետո տարածում են ամբողջ շրջակայքով։ Ես անձամբ ուզում էի հանդիպել տնօրենի հետ այդ կենտրոնական սպիտակ տան, բայց ասեցին, որ այդ հարցերով զբաղվում է տնտեսվարը։ Ես հանդիպել եմ անցած տարի տնտեսվարի հետ, պայմանավորվել եմ, որ նրանք հանդիպեն անտառապետի հետ, անմիջապես հանդիպել են եւ պայմանավորվել են, որովհետեւ անտառի աշխատողները փակում էին սա, փակում էին այս կանալիզացիան եւ իրանց մոտ լսվում էր, որպես իրանք լուծեին այդ հարցը։ Եվ ես այդպես միջնորդեցի, որ նրանք հանդիպեն եւ լուծեն այդ հարցը, այսինքն բնակչության կողմից մենք խնդրեցինք, որ այս հարցը լուծեք հեռուստատեսության եւ անտառի հետ։ Նրանք հանդիպեցին, սկզբնական շրջանում որոշեցին, խոստացան, որ կլուծեն, բայց հետո ինչ եւ ինչ պատճառներով, որ հնարավոր չի, բայց կա հնարավորություն, այնտեղ գտել էին հնարավորություն, որ ինչ որտեղ պետքա փորեն եւ միացնեն ընդհանուր կոյուղուն, որովհետեւ ունի ստուդիան էլի կոյուղի, հեռուստատեսություն ունի էլի կոյուղի, որը պետքա միանա այդ գլխավոր կոյուղուն։ Եվ չգիտես ինչ պատճառներով այդ հարցը չլուծեցին, թեև ասում էին, որ մեծ խնդիր չի սկզբից։ Իսկ հետո ասեցին, որ վերջ փակում ենք այդ հարցը եւ փակեցին։ Այսինքն ոնց ապրել եք, այտենց էլ ապրեք, բայց մենք չենք կարող համաձայնվենք, որովհետև նայեք, մեր հետ կան եւ շներ եւ կան անտառի շներ, որ այս վարակը տարածում են։ Մարաշի տարածքում եղել է մոտավորապես մի քանի հանգստյան տներ եւ մի քանի հիվանդանոցներ, մոտավորապես 6-7 հատ հիվանդանոց կա, բոլորը եղել է բնությամբ շրջապատված, բայց հիմա դուք եթե ման գաք, բոլորի տարածքներում գրեթե տներ է կառուցված։ Եվ հիմա մենք ուղղակի մեր սրտից այրուն է կաթում, եթե այստեղ էլ պիտի շենքեր բարձրանա այս բնության մեջ, որը ոչ միայն մեզ համար է, այլ ամբողջ քաղաքի համար է կենսական կարևոր։ Բացի դրանից ինչի համար է թանկ, ուղղակի երկու բառով ասեմ, ինչի համար եմ ես գնահատում բնությունը, ես եղել եմ քրոնիկ հիվանդ, մոտավորապես 5 հիվանդությամբ եւ առողջացել եմ այս անտառում։ Վերականգնվել է իմ առողջությունը բոլոր բնական միջոցներով եւ ինքս բացում եմ առողջության կենտրոն, իմ տունը վերածում եմ առողջության կենտրոնի, մարդկանց օգնելու համար, ինքս ունենալով արդեն կրթություն եւ ինքս ունենալով արդեն բավարար փորձ եւ աշխատանքի փորձ, աշխատել եմ քաղաքի կենտրոնում, առողջության կենտրոնում եւ հիմա իմ տունն եմ դարձնում առողջության կենտրոն եւ շատ մեծ վկայություններ կա բուժման եւ շատ հրաշալի ճանապարհներ եւ այս անտառը հավատացեք կվերականգնի շատերի առողջությունը եւ կվերականգնի շատերի հոգեկան խանգարումները այս բոլոր այս դեպրեսիաներից ու այս դեպքերից հետո այսինքն մենք իրավունք չունենք ոչ մի բարոյական իրավունք կորցնենք առանց այն էլ այս փոշոտ կեղտոտ քաղաքի մեջ այս մի կտոր բնությունը